Նրան տապանի հյուրն է քաղաքագեթարություն Մկրտչյանը, զրուցելու ենք տեսակապով, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Ես եմ շնորհակալ, բարև ձեզ։ Նոր-Նորքի թաղապետարանում 3 տեղի ունեցած ծեծկռտուքը թաղապետի մասնակցությամբ դուք արդարացրել եք, ավելին կոչ եք արել ձեր բառերով ասեմ, ոտքը գազից չհանել։ Պարոն Մկրտչյան, մենք ծանոթ ենք Հանրապետություն կուսակցության հայտարարությանը, որը սադրանք է գնահատել կատարվածը, ամեն դեպքում, եթե անգամ սադրանք է տեղի ունեցել, արդյոք դա արդարացնում է բռնությունը, եւ երկրորդ ժամանակին հայ հանրությունը փողոց դուրս եկավ եւ փոփոխություններ արեց, որպեսզի նախկիների օրոք նորմ ընդունված բարքերը չկրկնվեն։ Արդյոք սա այս առումով նմանություն չեք տեսնում եւ մենք դեպի վատ իրադարձություններ, վատ բարքեր հետ չեն գնում։ Շնորհակալ եմ հնարավորության համար, ներողություն էլի մի բան, եկեք մի ճշգրտում մտցնենք։ Նախկին իշխանությունների օրոք մարդիկ ծեծվում էին պատժեզներում, ծեծվում էին քաղաքական դիրքորոշում եւ տեսակետ արտահայտելու համար, ծեծվում էին քննադատություն, առողջ քննադատության ենթարկելու համար։ Բայց հարգելի Էլիզա, երբ որ ոմանք հատկապես ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ փորձում են եւ առանձին դեպքերում նաեւ մի շարք կարմիր գծեր են հատում, հայոյանքներ են տեղում, մարդկանց ընտանիքի անդամների լուսանկարներն են հրապարակում, իրենց հետևորդների հետ միասին այդ լուսանկարների տակ սկսում են հայոյանքներով ծավալվել, սկսում են մի շարք արժեքներ ոտնահարել, ինչ իրենց թվում է, որ իրավապահների անգործության պայմաններում մարդիկ պետքա թևեցալեն ու հանգիստ նայեն, թե ոնց են իրենց հայոյում, ոնց են իրենց ընտանիքի անդամների նկարները այս կամ այն հարթակում հրապարակվում, ոնց են կարմիր գծերը հատվում, քաբլիցի, չի կարող այդպիսի բան լինել։ Երեկվա միջադեպը որևէ մեկը չի արդարացնում, որևէ մեկը բռնությունը իրականում տեղ չունի։ Բայց ես մի հատ թևավոր խոսք եմ վերաձևակերպել եւ հիմա շրջանառության մեջ դրել ու տարածել, ու սա թող իրենց ականջներին բոլոր նողանեն։ Ռուսերենով կասեմ, որովհետեւ իրենց տերերը Ռուսաստանից են, հատկապես Պուտինի կողմից էլ հիմա նոր կուրատորա նշանակվել։ Такой привет, ժողովրդական լեզվով ասած, Էլբեթկար ատվետ։ Թող որևէ մեկը եվրոպական ձգտումներին, եվրոպական փափկությանը, ժողովրդավարությանը կուլ չգնա։ Թող որևէ մեկը չմտածի, որ Հայաստանի Հանրապետությունում ամենաթողության մթնոլորտ պիտի լինի ու իրենք էլ չինական դոգի կարգավիճակով Երևանում պիտի հանդես գան։ Սա բացառվում է։ Ու հենց այդ նույն շրջանակներն էին խոսում մի շարք արժեքների պահպանումից, հայկական ընտանիքի արժե համակարգի պահպանումից, ընտանիքի սրբություն լինելուց, ծնողներին չթիրախավորելու կարևորությունից են շատերը խոսում։ Բայց նույն այդ մարդիկ կարմիր գծերը հատում են։ Որևէ մեկը, անձամբ ես, անկեղծ ասեմ, բացի այն հանգամանքը, որ Չախոյան Արթուրը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության եւ բացառապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բացի դրանից ես այլ վերապահում չունեմ։ Այո, կոռուպցիոն բացահայտումներ անում է շատ լավ, առանձին դեպքերում գուցե ես էլ իր այդ բացահայտումների հետքերով գնամ եւ ամեն ինչ անեմ, որպեսզի մեղավորները պատժվեն եւ պատասխանատվության ենթարկվեն։ Բայց երբ որ այդ սահմաններն անցնում են ու Ռոբերտ Քոչարյանի սատելիտ ուժերի հետ միասին մարդկանց ընտանիքներ են ներխուժում, մարդկանց նկարներ են հրապարակում, մարդկանց կանանց երեխաների նկարներ են հրապարակում, ու այս դեպքում իրավապահ համակարգը, կներեք Սերժ Սարգսյանական ոճով ասեմ, էշի ականջում քնած է ու չի կանխարգելում, ներողություն, այլ ելք չի մնում։ Այլ ելք ուղղակի չի մնում, քան այս մարդկանց բացատրել, որ Հայաստանի Հանրապետությունում կան կարմիր գծեր, որոնք հատել չի կարելի։ Եթե Վարդան Ղուկասյան, նույն ինքը Դոգին Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս հաջողվել այդ կարծրատիպը կոտրել, հաջողվել է օվկիանոսից այն կողմ այդպիսի հայտարարություններ անել ու դեռ մարսել,
ապա Երևանում, Հայաստանի Հանրապետությունում ապրող չինական դոգերը թող իրենց ականջներին օղ անեն, որ դա ուղղակի չի ներվելու։ Ուղղակի չի ներվելու։ Պարոն Եվ Մկրտչյան, համեմատականները նախկինի հետ բացարձակ տեղին չեն։ Նախկինում Ռոբերտ Քոչարյանի ընկերը համադասարանցին Ռոբերտ Քոչարյանին պրիվետ ռոբ արտահայտության համար բարևելու համար զուգարանում ծեծի ենթարկվեց ու զուգարանը կողքին այնքան գլուխը տվեցին մինչև մահացավ։ Սա այդ դեպքը չի։ Ու երբ որ Չախոյան Արթուրը 3 օր շարունակ թաղապետի հետևից ընկած բարի բուն իմաստով փորձում է սադրել, փորձում է ստանալ այս ծեծը, ստացավ։ Ինչի մասին է խոսքը։ Գնալ թաղապետարանի շենքում կանգնել, յոգուրտ թափել, չգիտեմ ինչ անել։ Մարդուն վարկաբեկել, նսեմացնել, սա գիտեին մարսելու է։ Ու սա ճիշտ է։ դուք կարծում եք իրավապահ համակարգը պարզապես քնած է։ Տեսախցիկների առաջ յոգուրտ են թափել, 24 ժամ անցել է, իրավապահ համակարգը փոխանակես խուլիգանական վարքագծին գնահատական տա, գնահատական չի տվել։ Այնքան է այս երիտասարդը հղկացել իր մեջ իր երազած Վլադիմիր Պուտինի կողմից ներշնչված Ռոբերտ Քոչարյանի կողմից, չգիտեմ, թևերի տակ բարձ դրված օդ բարձրացած վիճակ եղել իր մոտ, որ թաղապետարան գալուց 1 ժամ առաջ էլ կամ մի քանի րոպե առաջ էլ ասում է գալիս եմ թաղապետին ասեք, որ չփախնի։ Եկել եմ տղայական հարցեր լուծելու։ Բայց թաղապետն էր առաջինը հայոյել, պարոն Մկրտչյան։ Հայաստանի իսկ ով ասեց, դուք վստահ եք, որ թաղապետն էր առաջինը հայոյել։ Թաղապետը ներողություն, թաղապետը հայոյել էր միջ անձնային իր եւ Արտուր Չախոյանի զրույցի ժամանակ, իսկ այս դեպքում մարդիկ բռնում մարդկանց նկարներն են, նորից եմ կրկնում, հրապարակում ու իրենց հետևորդները կլինեն ֆեյքեր, կլինեն իրական դեմքեր, կլինեն Հայաստանի Հանրապետությունում, թե Հայաստանի Հանրապետությունից դուրս սկսում են այդ մարդկանց ընտանիքները հայոյել։ Ամեն հայոյանքը գործ ունենք շատ վատ երևույթների հետ, պարոն Մկրտչյան։ Այո, որևէ մեկը չի արդարացնում, որևէ մեկը չի արդարացնում եւ սա այս դեպքը պիտի լինի իրավապահ համակարգի համար ազդակ, սիգնալ, եթե կուզեք, որովհետեւ իրավապահ համակարգում էլ կան այդ պրոռուսական շրջանակները։ Դա իրանց համար սիգնալ պիտի լինի, որ սթափվեք, հարգելի իրավապահներ։ Լավ, կարծում եք իսկապես խնդիրը սթափության մեջ է կամ քնած լինելու մեջ է իրավապահ համակարգի անգործությունը իսկապես կարելի է բացատրել քնած լինելով կամ սթափ չլինելով եւ երկրորդը այս իրավական համակարգը ունենալով մենք ինչպես ենք խոսում Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու գործընկերության մասին նույն Նիկոլ Փաշինյանը այդ թվում։ Ես խնդրում եմ, էլի, Եվրամիությունը այստեղ դրոշակ մի դարձրեք, Եվրամիության ձգտումները, մեր հայրենակիցների ձգտումները դրոշակ մի դարձրեք, աչքներդ լայն բացեք, տեսեք Եվրամիության անդամ երկրներում ինչ դեպքեր է տեղի ունենում, ինչպիսի ծեծեր է տեղի ունենում, բան չի էլի, ասենք լուստից չենք իջել, ժողովուրդ ջան, իսկ ով ասեց, որ ժողովրդավարությունը պետք է շփոթել ամենաթողության հետ։ Իսկ ով ասեց, որ ժողովրդավարությունը պետք է շփոթել լացիրակության հետ։ Իսկ ով ասեց, որ ժողովրդավարությունը նշանակում է չինական Վարդան Ղուկասյանների բուծում Հայաստանի Հանրապետությունում։ Որևէ մեկը այդպիսի բան ասել, հա։ Ժողովրդավարությունը առանձին դեպքերում նաև պահում են ուժով։ Իսկ իրավապահ համակարգին այո սա սիգնալ է, որ սթափվեն, որ 24 ժամ, երբ որ խուլիգանական արարք իրականացրած անձը 24 ժամ շարունակում է մնալ ազատության մեջ ու իրավապահ համակարգից որևէ մեկը սրա ականջից հերթով չի բռնում ու ասի այ երիտասարդ դու արժեքներ ես ոտնահարում։ Այս երկրում կան գրված եւ չգրված օրենքներ, մարդկային օրենքներ, որոնք պետք չի ոտնահարել։ Ու հենց քո անվտանգությունից ելնելով դու պետքա մեկուսանաս հասարակությունից։ Երբ որ սա իրավապահ համակարգը չի անում, ներողություն իրավապահ համակարգին այդ էշի ականջում քնած իրավիճակից պետքա զարթնացնել ու բերել իրականության դաշտ։ Իշխանությունը ինչու՞ չի զբաղվում դրանով, պարոն Մկրտչյան, ինչ է կարծում։ Իշխանությանը, հարցրեք իշխանությանը։ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որ 7 տարի շարունակ իրավապահ համակարգը էլի էշի ականջում քնած է եղել, 7 տարի շարունակ քաղաքական
դիակները քաղաքական գործոնի են վերածվել, այսօր էլ Ռուսաստանի Դաշնության հատուկ նոր նշանակված կուրատորի կողմից Հայաստանի Հանրապետության ներսում սադրանքներ են իրականացնում։ Նոր-նորքի թաղապետարանում տեղի ունեցածը դրա վկայությունն է եւ դրա առաջին ղողանջն ու զանգն է։ Հիմա այս սադրանքները եւ լարումները, եթե ձեր տրամաբանությամբ գնանք Ռուսաստանի կողմից, ինչ նպատակ են հետապնդում կամ ինչով են պայմանավորված։ Ես կարծիք տեսա, որ մայիսին սպասվում է Եվրահանձնակատարի այցը Հայաստան եւ նաեւ սրանով է պայմանավորված, որ այսպիսի ակտիվություն են դրսեւորում այդ ակտիվիստ կոչվածները։ Դե շատ լավ ասացիք, ակտիվիստ կոչվածները, ես իրականում հարց եմ բարձրացնելու նաև իրավապահ համակարգի առաջ եւ հենց առիթից օգտվելով նաև ձեր տաղավարում եմ այդ հարցը այս պահին բարձրացնում։ Ռուսաստանի Դաշնությունում, երբ որ Հայաստանի Հանրապետություն, մեր հայրենակիցները հիմա էկրանից այն կողմ, եթե կլինեն լսողներ Ռուսաստանի Դաշնությունից, մեր հայրենակիցները դա կփաստեն։ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացին պատկերացրեք մի իրավիճակ, որ գնա չգիտեմ, ինչ-որ մի այգու նստարանի որակը ստուգի, բորջուրը ստուգի, էլ չեմ ասում թաղապետին կամ այնտեղ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին հայհոյի, տղայական ռազմորկայի կանչի։ Դուք պատկերացնում եք ինչ տեղի կունենա մեր հայրենակցի հետ։ Եվ դրանից հետո ես ասեմ ինչա տեղի ունենալու։ Տեղի ունենալու արտաքսում Ես պահանջում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները խորապես մտածեն Արթուր Չախոյան Ռուսաստանի Դաշնության խամաճիկի արտաքսման հարցը քննարկեն եւ ինչու ոչ նաեւ նրա արտաքսման խնդիրը լուծեն։ Որտեղ գիտենք դիմել է քաղաքացիություն ստանալու համար միգրացիոն ծառայությունը եւ մարմինները չեն տվել այդ քաղաքացիությունը, չեն տալիս այդ քաղաքացիությունը, չեն շնորհում քաղաքացիություն, ուստի խուլիգանական վարքագծով աչքի ընկնող էթնիկ հայը, բայց Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արթուր Չախոյանը, կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում անելիք չունի։ Իսկ Արթուր Չախոյանի հետ Արթուր Չախոյանի դաշտում գործողներին ես մի բան կասեմ, որ այդ какой привет элбетար ответа լուրջ ընդունեք եւ խնդրում եմ հետ այսու սահմաններ չանցնեք։ Որևէ մեկը, ես խնդրում եմ Էլիզա ջան, թող իմ խոսքը բռնության քարոզ չդիտարկվի, բռնության կոչ, որևէ մեկը դա չի արդարացնում։ Քաղաքական զրույց, բանավեճ ունեք, ուզում եք ունենաք։ Չէ, բայց какой привет такой ответ-ը հենց դա էլ ենթադրում է, որ ինչ արարք լինելու է, նույն կերպ պատասխան է հնչելու, պարոն Մկրտչյան։ Ես չեմ պատրաստվում հայտնի աստվածաշնչյան այդ բանով սկզբունքով առաջնորդվել, երբ որ մի այտիս ապտակում են մյուս այտս ես դեմ տամ ու ասեմ դե մյուս այտս էլ ապտակեք, բացառվում է, ես այդ արժե համակարգի կրողը չեմ համենայն դեպս, հա, որքան էլ որ եվրոպական ձգտումներ ունեմ, որքան էլ որ Հայաստանի Հանրապետության ապագան Եվրամիության հետ եմ պատկերացնում, որքան էլ որ այո, Հայաստանի Հանրապետությունում պետքա գերակա լինի օրենքը եւ օրինականությունը։ Եթե մի պահ գալիս որ փուլում ինչ նպատակ է հետապնդում։ Այս ակտիվությունը ներքաղաքական կյանքի լարում այս փուլում ինչ նպատակ է։ Հայաստանի Հանրապետության ներսում սադրանքներ հրահարելու մի ճղճին փորձ է, Հայաստանի Հանրապետությունը ներքին անկայունության շրջան տեղափոխելու ճղճին փորձ է, ուստի այստեղ Հայաստանի Հանրապետությունում իրավապահ համակարգը, վարչապետը, որի ուղիղ ենթակայության տակ են գործում առանձին իրավապահ մարմիններ, պետք է ամեն ինչ անեն, որ սա կանխարգելվի։ Սա պետք է կանխարգելվի։ Սա հատուկ է արվում։ Եվ ի վերջո, ես իզուր չեմ լսում անընդհատ չինական դոգերի առկայության մասին։ Մարդ ով օվկիանոսից այն կողմ, մարդկանց ընտանիքներ մտնելով, մարդկանց հայոյելով, մարդկանց վարքաբեկելով, Երևան քաղաքում ստացել է 10% էլեկտորատ, ու հիմա իրավապահ համակարգի հետ խնդիրներ ունենալով մեկուսացվել է, ձայնը լռեցվել է, ոնց կուզեք հասկացեք։ Երևանում ոմանք կարծում են, որ կարելի է Վարդան Ղուկասյանական այդ հայոյանքների գործիքակազմը Հայաստանի Հանրապետության ներսում կիրառել, Երևանում եղած նրա 10% էլեկտորատը իրենց տակ քաշել
դեռ մի բան էլ մարզերում ընդլայնվել։ Գլուխները պատին եք տվել ուրեմն, ես այսպես կասեմ։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցե Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +118 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Պարոն Մկրտչյան, ինչ է կարծում Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, կարելի է անդրադառնալ թե ոչ, որովհետև այդպիսի կարծիքներ են հնչում, որ նա այս պահին այն քաղաքական ֆիգուրը չէ, որի հայտարարությունները պետք է քննարկել, մեկնաբանել, բայց սրանով հանդերձ ամեն դեպքում այդ մարդը հայտարարություն է արել, որ հայերի, հայկական իշխանությունների կողմից է հրահրվել Արցախյան 44-օրյա պատերազմը եւ մենք հրահրել ենք, սադրել ենք, անպագորգոր հայտարարություններ ենք արել, ինչն էլ առիթ է տվել, որպեսզի Ադրբեջանը հարձակվի։ Դուք ինչպես եք գնահատում, ինչ խնդիր է լուծում Ռոբերտ Քոչարյանը իր այս հայտարարությամբ։ Իրականում ես միշտ չի որ Ալբանիայի ներկայացուցիչների արտահայտած մտքերը վերլուծում եմ, ինչու այդպես, որովհետև նախ Տեր-Պետրոսյանը այդպիսի մի թեզ անետել դաշտ եւ այդ տեսանյութը բոլորս ենք տեսել։ Հարցին այրմերը գիտես հայ ես թե հայ չես, ալբանացի եմ պատասխանն ստացել։ Երկրորդ դա գալիս է հաստատելու իր վերջին արած հայտարարությունը, դուք ինքներդ շնորհակալ եմ, որ բառացի ցիտեցիք Քոչարյանին։ Ասում է պատերազմը հրահրվել է Հայաստանի եւ հայերի կողմից։ Հայկական իշխանությունների կողմից։ Հայկական իշխանության եւ հայերի կողմից։ Այդ ներողություն էլի։
սեփական ժողովրդի հետ երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ դեմքով է խոսում Քոչարյանը։ Այնքը որ ազգի ներկայացուցիչ է։ Եվ մի բան էլ հավելեմ, որ այսպիսի հայտարարություն աշխարհում երկու մարդ կա, որ անում է։ Հստակ երկու անձնավորություն կա։ Դա մեկը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի որդի Իլհամ Ալիևն է, մյուսը Հայաստանի Հանրապետության ոչ բարով երկրորդ նախագահ Ռոբերտ Սեթրակի Քոչարյանն է։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Իսկ ինչ վերաբերում է մեկնաբանելուն, գիտեք, ես նորից եմ կրկնում, ալբանացիների ներկայացուցիչներին աշխատում եմ չմեկնաբանել։ Թե նրան չմեկնաբանելը գիտեք, այն համատեքստում է, որ քաղաքական դաշտում, քաղաքական իրադարձությունների ֆոնին, այսինքն նա չի կարող հայտ ներկայացնել, որքան էլ փորձին նա միևնույն է չի ունենա այն դերը եւ հավակնությունները նրա չեն բավարարվի քաղաքական վերադարձի իմաստով, այդ առումով են մեկնաբանությունները ասում։ Միանշանակ ես այդ մեկնաբանություններից շատերի հետ կհամաձայնվեմ եւ 2026 թվականին քանի գնայի մոտենանք դուք ինքներդ նաեւ դրանում կհամոզվեք, որ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան զույգը գուցե ընտրություններին իրենց դեմքով չմասնակցեն։ Այսպես Ռուսաստանից բերված վարձու ակտիվիստներ, Հայաստանի Հանրապետությունում նախկին շրջանում գեներալների կոշիկները պլպլացնողներ, պուպուշ դեմքեր, հանրությանը ոչ այնքան հայտնի, այս շրջանակների թիկունքում թաքնված, գուցե ընտրություններում հայտ ներկայացնի։ Ռոբերտ Քոչարյանը վաղուց եկեք ֆիքսենք, որ քաղաքական դիակ էր եւ Նիկոլ Փաշինյանի գործուն ջանքերի արդյունքում քաղաքական դիակի կարգավիճակից վերածվեց քաղաքական գործոնի։ Նույնը Սերժ Սարգսյան։ Ձեզ թվում է իրանք չեն հասկանում, որ ընտրություններում վերարտադրվելու կամ նույն այդ ընդդիմադիրների աշխատավարձով Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատելու այդ մանդատները ստանալու հնարավորություն ուղղակի չունեն իրենց դեմքով։ Եվ սրա մեջ կա ճշմարտություն, որ Գյումրիի օրինակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պետք է մոլորեցնեն, ստանան կոնսենսուս-1, կոնսենսուս- Նիկոլ Փաշինյան իրավիճակ կամ քաղաքացիական պայմանագիր իրավիճակ եւ Գյումրիի օրինակով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթեն, իսկ Գյումրիի օրինակով իշխանությունը զավթելու պարագայում սիրելի հայրենակիցներ դուք շատ լավ կարծում եմ պատկերացնում եք, որ թե ինչ է տեղի ունենալու մեզ հետ։ Միութենական պետություն, գուբերնիա, դե այդ գուբերնատորի պաշտոնի համար էլ կարան չգիտեմ ռոտացիոն սկզբունքով պայմանավորվեն մի կես սռոկը Ռոբերտ Քոչարյան, կես սռոկը Սերժ Սարգսյան, այս զույգը իրար մեջ բաժանեն, սա է լինելու։ Ու այս հիբրիդային գրողները, այս սադրանքները, այս պետության ներսում ցնցումներ հրահարելու փորձերը սրան է միտված։ Ու էլի գալիս եմ իրավապահ համակարգին, որովհետև որևէ մեկս չի ուզում իր մաքուր ձեռքերը կեղտոտի, որևէ մեկը չի ուզում, հավաստիացնում եմ ձեզ, ոչ մեր արժե համակարգի մեջ է դա մտնում, ոչ մենք հարցերը այդպես ենք սովոր լուծել եւ սիրում լուծել, քավլիցի, եթե երկրում կա իրավապահ գործող համակարգ, փառք ու պատիվ իրենց թող գնան գործեն, եթե այդ համակարգը կաղում է, հապաղում է, տեղում դոփում է, հանցավոր անգործություն է ցուցաբերում, արձագանքողի դերում է բացառապես, այդ դեպքերում, առանձին դեպքերում պետք է նաև իրավապահ համակարգին ժողովրդական լեզվով ասած տոկի տալ, որ իրենք էլ սթափվեն, որտեղ պետություն է սա ի վերջո։ Եվ որևէ մեկին, որևէ ռսահպատակ բաշի բոզուկի, եթե մտածում է, որ հնարավորություն է տրվելու Հայաստանի Հանրապետությունում Պուտինի կեղտոտ փողերը շրջանառության մեջ դնելով 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունը քարշ տալ միութենական պետություն կամ Հայաստանի Հանրապետության անկախությունից զերքել, չարաչար սխալվում են այստեղ իրենք։ Պարոն Մկրտչյան, ամեն դեպքում կխնդրեմ անդրադառնալ Եվրամիության հանձնակատարի Հայաստան սպասվող այցին, սրանից դուք կոնկրետ ակնկալիքներ ունեք։
Այցը թող լինի կհասկանանք, միջև այդ այցը պետք է հասկանանք Նիկոլ Փաշինյանը ինչ ա որոշում եւ ինչ կանի մայիսի 9-ի Մայիսի 9-ի հետ կապված։ այո, մայիսի 9-ի հետ կապված։ Ես ինքս խորը վերապահումներ ունեմ մայիսի 9-ի հետ կապված, կարծում եմ, որ չգիտեմ, այնտեղ Պակիստանի, Բելոռուսի, Ուզբեկստանի, Տաջիկստանի նորին գերազանցություն իզգոյացված Ռուսաստանի Դաշնության նախագահների կողքին ժողովրդավարական Հայաստանի Հանրապետության վարչապետը անելիք չունի։ Եվ սա կարող է հավելյալ անվտանգային ռիսկեր եւ սպառնալիքներ գեներացնել Հայաստանի Հանրապետության ուղղությամբ։ Էլի որոշողը իրենք են, որոշողը Փաշինյանը եւ իր քաղաքական թիմն է, եթե կորոշեն գնալ, դրա լավ հետևանքների կարողնել են իրենք լինելու, վատ հետևանքների կարողնել են իրենք լինելու, բայց Աստված մի արասե, եթե դա բերի Ադրբեջանի սանձարձակ վարքագծի ակտիվացման հայ-ադրբեջանական սահմանում։ Եվ սա որևէ կերպ չի տեղավորվում իմ մտքում, հատկապես Եվրամիության տարբեր պաշտոնյաների շուրթերով արված հայտարարությունները դրա մասին են խոսում, որ Եվրոպայում դա ընկալելի չէ, եվրոպական երկրները դա չեն ընկալում։ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ պատրաստվում է գնալ Եվրամիություն եւ բռնում է Եվրամիության անդամակցության դժվար բարդ փշոտ ճանապարհը, բայց միևնույն ժամանակ գնում է միջազգային իզգոյ Վլադիմիր Պուտինի կողքին ինչ որ պարադի մասնակցելու, սա տարընթերցումների, տարընկալումների, անհասկացվածության մի հսկայական դաշտ է բացում մեր գործընկերների համար, պետք է սպասել տեսնել, թե ինչ հայտարարություններ կլինեն։ Իսկ դուք անձամբ ինչ եք կարծում։ Վստահաբար այս փոքրիկ միջանձնային տղայական բախումները այս ոհմակը կփորձի եվրոպացի մեր գործընկերների առաջ ներկայացնել իբրև վայրագություններ, բայց դա այդպես չի։ Եվրոպայում ես առանձին դեպքեր, ես պատրաստվում եմ եվրոպական մի շարք երկրներում այսպիսի դեպքերի մոդելներ հրապարակել Facebook-յան էջում եւ մեր հայրենակիցներին խնդրել, որ տարածեն, դա նորմալ է, ժողովուրդ, մարդիկ են, մսից եւ արյունից դա նորմալ է։ Երբ որ չգնալ է լավ է։ Թե ինչ հայտարարություններ կհնչեն Երևանում եւ Փաշինյանը առասարակ ինչ կորոշի։ Շարունակում եմ այն մտքին դինել, որ ի վերջո վերջին պահին Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք ցույց կտա եւ կորոնավիրուսով պայմանավորված գոնե թե Փաշինյանը կհրաժարվի Մոսկվա կատարելիք այցից։ Պարոն Մկրտչյան, ձեր կարծիքով, ձեր տպավորությամբ Նիկոլ Փաշինյանը դեռ որքան կարող է պնդել, որ արտաքին քաղաքականության հարցում վարելու է բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն եւ իրենց ձգտումներն այդպիսին են Էստոնիայի հայտարարությունը վկա, որ ասում է մենք բոլոր գործընկերների հետ չենք պատրաստվում հարաբերությունները փչացնել, հակառակը փորձում ենք հարաբերություններ կարգավորել, Եվրամիության հետ խորացնել, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները կարգավորել։ Կհաջողվի երկար այս քաղաքականությունը շարունակել, ինչ եք կարծում։ Դե գիտեք, Նիկոլ Փաշինյանը պետքա պատմությունից գոնե թե դասեր քաղի։ Սերժ Սարգսյանական եւի քաղաքականությունը հիմա փաթեթավորվել, բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականության փաթեթի մեջ ու դա վաճառել միջազգային հանրությանը չի ստացվելու։ Եթե ես միշտ ասել եմ, ինչ ասել է բալանսավորված կամ բալանսավորման քաղաքականություն։ Բալանսավորված, եթե փորձենք առանձին վերցանել, հա, բալանսավորված քաղաքականություն վարում է Հայաստանի Հանրապետությունը հիմա արդյոք թե ոչ։ Ոչ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ անդամ, ԱՊՀ անդամ, Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերը փաստաթղթավորված շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը։ Բալանսավորման քաղաքականություն վարում է Հայաստանի Հանրապետությունը թե ոչ։ Այո, բայց կիսատ պռատ։ Կիսատ պռատ։ Որովհետև այո, հավանություն ա տվել Եվրաքվե նախաձեռնության բերած օրինագծին,
Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է պաշտոնապես արդեն խորհրդարանում ընդունված օրինագծի համաձայն, որ բռնում է Եվրամիության անդամակցության ճանապարհը եւ ամեն ինչ պետք է անի այդ ուղղությամբ, բայց էլի գնում ենք բալանսավորված քաղաքականության հետևանքներին, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ԵԱՏՄ անդամ մնալ, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ՀԱՊԿ անդամ մնալ, Հայաստանի Հանրապետության վարչապետը շարունակում է մայիսի 9-ի հաղթանակի զորահանդեսը Մոսկվայի Կարմիր հրապարակում Վլադիմիր Պուտինի եւ դիկտատորների կլուբի մյուս անդամների հետ գնալ եւ նշել։ Հիմա բացատրեք ինձ խնդրում եմ, որտեղ է բալանսավորված քաղաքականությունը, որտեղ է բալանսավորման քաղաքականությունը։ Սա Սերժ Սարգսյանական գավառական շուստրիությամբ եւ քաղաքականությամբ բալանսավորված եւ բալանսավորման բառերի մեջ թաքնված քաղաքականության նոր մոդելավորումն է։ Նոր մոդելավորումն է, որը փորձում է մեր գործընկերներին խաբել, տեղում դոփել, Ռուսաստանի Դաշնությունից եւ ԵԱՏՄ-ից այդ տնտեսական օգուտները ոչ միայն ձախողվելու է, խայտարակ ձևով տապալվելու է։ Ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանն ինչի վրա է հույս դրել։ Ես կարող եմ ենթադրել, որ օրինակ սպասում եմ մինչև 2026 թվականի ընտրությունները, որպեսզի Մոլդովայի օրինակով Ռուսաստանը ավելի շատ քիթը չխոթի Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին։ Բայց այստեղ էլ պետք է հիասթափեցնեմ Նիկոլ Փաշինյանին եւ ասեմ, որ արդեն իսկ ուրվագծվում է պատկերը, որ Ռուսաստանի Դաշնությունը լավել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատրաստվում է քիթը խոթել մեր ներքին գործերի մեջ, Ռուսաստանի Դաշնությունը լավել Մոլդովայի օրինակով պատրաստվում է այստեղ պրոռուսական բաշիբոզուկներին ֆինանսավորել եւ Հայաստանի Հանրապետության միութենական պետության ու գուբերնիայի մաս դառնալու հարցը նրանց միջոցով լուծել, ու եթե Փաշինյանին թվում է, որ ինչ որ առումով կզսպի ռուսներին եւ Պուտինին, չարաչար սխալվում է։ Սերժ Սարգսյանական հայտնի թեզը էլի կարող եմ մեջ բերել, այստեղ կարող է խիարը էլի թարս աճի։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ ես զրուցում էի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։